Տիկին Ղալեչյան, այնքան բարդ բացատրեցիք։ Ընդամենը պետք է ասել, որ նախկինում 60 հոդվածի տեղեկանքը, որ ամայքի ղեկավարը տալիս էր, որ այդ տողամասը ՕԱՅ նորից գրքի 60 հոդվածով ծանրաբեռնված չէ, հիմա այդ գործառույթը վերցնում ենք ամայքի ղեկավարից։ Ուղիղ։ Ինչ վերաբերում է նախկինում կար, որ ասում ենք կառավարության ցանկում, այդ տեղեկանքը ամայքի ղեկավարը, որ տալիս էր 60 հոդվածով արդյոք ծանրաբեռնված էր, թե չէ, կներեք մատից ոտ չէր քաշում, կառավարության սահմանված ցանկում ըստ ծածկագրերի կադաստրային մակերեսներով գրած էր անատույց սեփականության իրավունքով պետական սեփականություն ամայքների փոխանցելու կարգը սահմանելու մասին որոշումներ, որտեղ հստակ անջատված էր ֆիզիկական անձանց, պետական սեփականության հողամասերը, այդ թվում 60 հոդվածի հողամասերը, որոնք օտարելու տրվում էր միայն կառուցապատման իրավունքով ընդամենը։ Դրանք վերաբերում էր պուրակներին, հուշարձաններին, ենթակառուցվածքներին, գետափնյա շրջաններին, եղեղատարների հողամասերին, մի շարք հոդվածներ կա, որոնք 60 հոդվածը հստակ կարգավորում է։ Հիմա եկի ասում եք, որ գիտեք, ինչ նպատակային նշանակություն է, գործառնական նշանակություն, իհարկե հստակ ՕԱՅ նորից գիրքը դա կարգավորում է, դա ասում է, եթե հողամասը 60 հոդվածով ծանրաբեռնված է, դա օտարման ենթակա չէ, միայն կառուցապատման իրավունքով։ Այս պետք է ասվի ընդամենը։ Եվ երկրորդ այս անհրաժեշտությունը որտեղից առաջացել, որ դուք բերել եք օրենսդրական փոփոխություն եք փորձում իրականացնել, եւ ինձ չամոզելով սենց ստեղից նպատակային գործառնական ցանկը եւ այլը։ Եվ վերջի հաշվով, եթե այդ գործառույթներն եք վերցնում ամայքներից, ամայքին պետական սեփականության հողամասերի նկատմամբ ինչ իրավունք ու պարտավորություն ունի, խնդրում եմ երկու հարցին պատասխանեք։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Ղազարյան, ինչ իմ ներկայացնելու մեջ հստակ մի միտք էր արձանագրվում եւ ամրագրվում, որ համայնքի ղեկավարի տեղեկանքն է այդ փաստը արձանագրում եւ ամրագրում, որ այլևս 60 հոդվածի ենթակա հող չի հանդիսանում եւ դա հիմք էր հանդիսանալու պետական իրավասու մարմինների համար, ներառյալ գրանցում իրականացնող մարմնի համար, որ այլևս այս հողամասը չի հանդիսանում 60 հողամասի հիմքով հողամաս, այնինչ մինչ այդ ես հստակ ասում եմ, որ յուրաքանչյուր դեպքում կառավարության կոնկրետ որոշում էր պետք։ Այսինքն հակառակը մենք համայնքի ղեկավարի լիազորությունների ու իրավասությունների շրջանակը այստեղ հստակեցնում ենք եւ հակառակը իրեն ենք վերապահում այդ արձանագրումը կատարելու իրավասությունը մենք այլ կետից են գալի, մենք ասում ենք համայնքի ղեկավար, քանի որ ի վերջո, այո, ձեր գլխավոր հատակագծում քաղաքաշինական փաստաթղթերում վերջնական արտացոլվել է տվյալ հողամասի կարգավիճակը, հետևաբար ձեր տեղեկանքի հիման վրա ճանաչելի լինի, որ դա այլևս 60 հոդվածի հողամաս չի։ Եվ այս գործընթացում այս փոփոխությունը կատարում ենք այն նպատակով, որ կրճատենք վարչարարությունը եւ չտանենք գործընթացը շարունակական դարձնենք եւս մի լրացուցիչ կառավարություն որոշում ընդունենք, որով դա իրավական ուժ կտա։ Այսինքն այդ մի փուլը, այդ մի շրջափուլը մենք կրճատել ենք, բերել ենք ամբողջությամբ համայնքի ղեկավարի դաշտ։ Կարծում եմ սա թե քաղաքացիների համար, թե համայնքի ղեկավարի ավականու համար գործընթաց է, որը իրենց աշխատանքը եւ աշխատանքի արդյունքները ավելի հասկանալի է դարձնում, բարձեցված է դարձնում եւ բոլորին ըստ էության այս գործընթացի ներգրաման տեսանկյունից շատ ավելի հեշտ է լինելու փոխել, բայց հստակության համար ասեմ, որ 60 հոդվածից ցանկից հողերի դուրս գալու հիմքը բացառապես այս կարգավորման ներքո դա հողերի նպատակային նշանակության փոփոխման հանգամանքն է եւ միայն դրա մասին է խոսքը, այսինքն եթե նպատակային նշանակությունը փոխվել է հողերի եւ այլևս 60 հոդվածի հող չի, միայն այդ դեպքում է սա կիրառելի։ Խոսքը չի գնում, որ մեխանիկական կամ այլ հարաբերությունների ուժով 60 հոդվածի հողերը վերանայվելու կամ այդ ցանկից դուրս գալու իրավունք ունեն։ Կարծում եմ սա պարզ կարգավորում է եւ պարզ գործընթաց է այդ իմաստով եւ հույս ունեմ պատասխանեցի ձեր հարցին։ Տիկին Ղալեչյան, տեսեք, եթե անգամ ձեր ասածն այդպես է, եթե կառավարությունը նշված հողամասի նպատակային, բնականաբար նաեւ գործառնական նշանակությունը անում 60 հոդվածի ցանկից։ Այդ դեպքում ինքը ուղիղ չի ուղարկում լիազոր մարմին, այդ թվում կադաստրի պետական կոմիտեի գրանցման։
Դու ես ուղարկում էլ համայք, հիմա մի գործընկերն ասում ավականուն, yani մեծ գործառույթ է ընտրվել, այդտեղ ավելի շատ է վարչահարությունը շատանում, այսինքն կառավարությունը որոշում է կայացնում, որ նպատակային նշանակության պետական սեփականության հողը հանվել է 60 հոդվածից, դե համայնքի ղեկավար կնա ավականի կնա ու չարչարվի, ուրիշ բան կարող է անել, ընդամենը պետք է ավականի կամ համայնքի ղեկավարը այդ կառավարության որոշումը, որը վերաբերելի է 60 հոդվածից անել, վերցնի ի գիտություն Եվ 60 հոդվածի տեղեկանք տա կադաստրին։ Ստեղ հիմա վարչահարությունը թե քչանում անգերներ։ Եթե կառավարությունը ցանկից անում է, ես կարող եմ լավ չեմ հասկացել կամ ժամանակը կարճ է, ավելի պարզ ասեք, որ հասկանամ։ Հենա թող ուղիղ գծով ուղարկի կառավարություն կադաստր գրանցման էլի լիազորը մարմին։ Մի հատ էլ ուղարկում է համայնք, կամ վերջում թող ուղարկի ասի ուղային հաշվի կշռում փոփոխություն արա, պետական սեփականության հողը 60 հոդվածից հանվել է, նպատակային նշանակությունը փոխվել է, օտարվել է, քո ուղային օրենսգրքում հունիս ամսին փոփոխություն արա, նվազեցրա կամ ավելացրա։ Էս է գործընթացը։ Գիտեք, գործընթացը սկսում է համայնքից, ավարտվում է համայնքով։ Եվ այս շղթայի մեջ ձեր ասած առաջարկության համատեքստում մեր դիտարկմամբ ավելի բարդանում է գործընթացը։ Այսինքն մենք մի գործընթաց, որը սկսում ենք համայնքում եւ փորձում ենք ավարտել համայնքում, հենց ուզում ենք համայնքում ավարտվի եւ մի նոր շրջափուլ չսկսի։ Եվ հաշվի առնելով գործող կարգավորումները, հողային օրենսգրքի արդեն կառավարության եղած կարգավորումները, որպեսզի մենք ձեր ասած առաջարկության տրամաբանությամբ գնանք, մենք շատ ֆունդամենտալ փոփոխություններ պետք է անենք։ Ուստի հակառակը ես ուզում եմ մեկ անգամ եւս համոզեմ եւ պնդեմ, որ այս գործընթացը շատ ավելի բարձրանում է։ Հենց այդ տրամաբանության ներքո, որ հողերի նպատակային նշանակման գործընթացը սկսում է համայնքի նախաձեռնության, համայնքի առաջարկության հիման վրա եւ այս դեպքում համայնքը հանդես է գալի որպես իրավասու մարմին։ Եվ այս գործընթացը համապատասխան գերատեսչությունով անցնելով դրական եզրակացություն ստանալով հետ է վերադառնում համայնք եւ ըստ էության սա վերջնաարդյունքում վերջնական որոշումը արձանագրում է հենց համայնքում իր քաղաքաշինական փաստաթղթերում։ Հետեւաբար այս գործընթացը ուզում ենք հենց այս կետում էլ ավարտենք, այլ շարունակական չդարձնենք, որպեսզի մենք գնանք կառավարությունով անենք այս գործընթացի ամբողջ process-ը ու տրամաբանությունը պետք է փոխենք եւ գործընթացը սկսենք կառավարությունից, այլ ոչ թե համայնքից, ինչը ըստ էության չի բխի ոչ տեղական ինքնակառավարման մասին օրենքի կարգավորումներից, ոչ հողային, ոչ գոյություն ունեցող կառավարության իմ հիշատակված օրենքների, կառավարության որոշման կարգավորումների տրամաբանությունից, այնպես որ ուզում եմ համոզեմ ձեզ, որ սա բարձրացնող ընթացակարգ է, շնորհակալություն։ Շնորհակալություն էլի հարցեր։ Ելույթներ, խնդրեմ պարոն։ Կարծ ձևակերպել Տիկին Ղալեչյան, նախկինում ստեղ օրենք քննարկվեց։ Եթե չեմ սխալվում, պետական սեփականության հողերը 114 կամ 140 հեկտար են Հայաստանի Հանրապետությունում, որոնք փոխանցվել են համայնքներին անհատույց օգտագործման։ Ստեղ օրենսդրական նախաձեռնություն եւ օրենք տեսքով բան է, որ համայնքներ դու պետական սեփականության հողերից եւ գույքից գործ չունեք, թողեք մենք ինքնուրույն տնօրինենք։ Դրա վարձավճարի օտարման հետ կապված էլ գործընկերը ոնց որ ասեց որոշակի 30% թե 50% ասեցին որ բարձրացվում է, հիմա կոնկրետ չեմ հիշում, ավելի են բարելավ է այդ օտարելու դեպքում այդ գումարների նախկինում 30%-ի փոխարեն այ թե 50%-ներ, դա թիվը Իհարկե դրանք պետք գույքը բերեց, ասեց որ պետական սեփականության հողերը, որոնք եւ գույքերը փոխանցվել են համայնքին, դրա նկատմամբ մենք ամբողջ գործառույթները մենք ենք իրականացնում։ Հիմա չգիտեմ ես, դառնանք էլի հետ, թե գնանք առաջ։ Այս երկու է, թե կարող եք ինձ ասել էլ այս երկու օրենքների մեջի հակասությունը կամ եթե չկա հակասություն, հիմնավորեք դրանք։ Մի րոպե Տիկին Ղալեչյան, էլի ելույթներ։ Ելույթներ չկան, հիմա եզրափակիչ խնդրեմ անդրադարձեք Տիկին Ղալեչյան։ Եզրափակիչ ելույթն է, իհարկե։ Եզրափակիչ ելույթում կարճ կուզենայի արձագանքեի չանդրադառնալով բուն կարգավորման թեմային, ուղղակի իլրումը ասեի, որ հողային օրենսգրքի 56 հոդվածով սահմանված է, որ համայնքների սեփականության են պատկանում տվյալ համայնքի սահմանագծի ներսում գտնվող հողերը եւ նույն նորմի երկրորդ մասում գրված է, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը նշված է ժամանակահատված կառավարության որոշմամբ առանձնացում եւ հողամասի հատակագծի հիման վրա անհատույց սեփականության իրավունքով փոխանցում են համայնքներին։ Այս գործընթացը օրենքի օրենսգրքի կարգավորումների հիման վրա ի սկզբանե կատարվել եւ դրա տրամաբանության ներքո է մեր
ես հիմա կպատասխանեմ, եւ հետեւաբար հանդիսանալով համայնքի սեփականություն, մեր կարգավորումը այս հիմքերի շրջանակներում է եւ պատասխանում է այս հարցադրմանը։ Այդուհանդերձ լրացիչ օրենսդրական նախաձեռնությունը, որը, եթե չեմ սխալվում, աճուրների մասին է հողերի օտարման գործընթացում, որը որևէ ձև չի սահմանափակում հողի սեփականության իրավունքը համայնքային, այլ աճուրի ընթացակարգային կազմակերպման մասին է, որ պետական ոնց որ պետական մեխանիզմները, պետական գույքի կառավարման հնարավորությունները լավագույնս օգտագործվեն նաև համայնքային աճուրներ իրականացնելու մասին, ինչը ինքնին լավարկման եւ արդյունավետ օտարման գործընթացի արդյունավետության ավելի թափանցիկ դարձնելուն է ուղղված ու որևէ ձևով չի խաթարում կամ չի փոփոխում կամ խոչընդոտում համայնքի կողմից իր սեփականության իրավունքների իրագործմանը։ Այդուհանդերձ ես առաջարկում եմ այդ տրամաբանությամբ հարցադրման մեկ անգամ եւս լրացիչ կնայենք պետական գույքի կոմիտեի ներկայացված, ես լրացիչ երկրորդ բանին այդ հարցին մի փոքր ավելի մանրամասն կարա դառնա, որտեղ նախագիծը այս պահին իմ ձեռքից տակ չկա։